Ձեր թիմակցի Գևորգ Ստեփանյանի մեքենան այրել են գիշերով եւ ինչպես ձեր թիմակիցներն են պնդում, միտումնավոր է արվել ու ահաբեկելու նպատակով։ Ըստ ձեզ որպես ղեկավար, դաշինքի ինչ է կարծում դեմ էր սա ուղված։ Ձեր թիմակցի, ձեր դեմ ինչ էր սա, ինչ գնահատական կտակ։ Այսպես ասեմ, Գևորգ Ստեփանյանը անձնական տիրույթում որևէ կոնֆլիկտի մեջ չէ որևէ մեկի հետ, այսինքն անձնական խնդիրներ չունի, դա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ այդ գործողությունը, որ իրականացվել է, պայմանավորված է իր հասարակական քաղաքական գործունեության հետ, իր կարգավիճակի փոխող գործունեության հետ, եւ սա մեր երկրում տիրող ամենաթողության, այդ խուլիգանության խրախուսման եւ հանցավորության խրախուսման հետևանք է։ Մնացած արդեն իրավապահների տիրույթում է թող բացահայտեն մանավանդ այդտեղ փողոցում տեսախցիկներ կան, եթե ուզենան շատ արագ կարող են բացահայտել։ Դե վարույթ հարուցվել է, բայց գույքը ոչնչացնելու հատկանիշներով։ Դե այս պայն իրենք այդպես են կացել, հիմա մենք մեր տարբերակը մեր վարկածը ունենք, հիմա քննության մասով չեմ կարող ասել ինչ ընթացք կստանա, բայց այն, որ Գևորգ Ստեփանյանը անձնական տիրույթում որևէ հակադրության չի գտնվում որևէ մեկի հետ, դա փաստ է։ Պարոն Թևանյան, իշխանությունները եւս անդրադարձել են միջադեպին ու նշում են, իրենք էլ նշում են, որ պետք է արժանի գնահատական ստանա այս միջադեպը, պետք է իրավապահներ ուսումնասիրեն, այսինքն պնդում են, որ իրենք որևէ առնչություն չունեն։ Ու իրենք եւս դատապան։ Հիմա չէին պնդելու, որ ունեն, բոլոր դեպքերում են այդպիսի հայտարարություն են անում։ Հիմա նորքի դեպքը ինչ ցույց տվեց, որ բոլորի աչքի առաջ, տեսախցիկների առաջ մարդու ծեծում են բռնության են ենթարկվում եւ իշխանությունը նույնպես իշխան բարակապակցություններ օգտագործում այն մասը, որ պետք է արժանի գնահատական լինի եւ այլն, բայց տվյալ դեպքում ավելի ցինիկ գտնվեցին